Ադրբեջանում Ռուսաստանի դեսպանը կանչվել է արտգործնախարարություն։ Նրան բողոքի նոտա է հանձնվել այն փաստի կապակցությամբ, որ Կիևի վրա հրթիռային եւ անօդաչու թռչող սարքերով հարձակումների հետևանքով Իսկանդեր հրթիռներից մեկն ընկել է Ադրբեջանի դեսպանատան տարածքում։ Հաղորդվում է, որ պայթյունի հետևանքով վնասվել է դեսպանատան վարչական շենքը եւ հյուպատոսական բաժինը, ինչպես նաեւ լուրջ վնաս է հասցվել դիվանագիտական ներկայացուցչության տարածքին, ծառայողական մեքենաներին։ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի նախագահի հետ։ Զելենսկին նշել է, որ Ալիևը դատապարտել է հարվածը եւ նշել, որ սա առաջին դեպքը չէ, երբ ռուսները թիրախավորում են դեսպանատան շենքը եւ Ադրբեջանի հետ կապված այլ օբյեկտներ։ Մենք նաեւ քննարկել են երկկողմ հարաբերությունները եւ գործընկերության զարգացումը։ Այժմ կանաչ լույս է բացվում համագործակցության բոլոր ոլորտների համար։ Ներուժը մեծ է եւ մենք մտադիր ենք այն իրացնել, նշել է Զելենսկին։ Դոնալդ Թրամփն էլ հայտարարել է, որ Միացյալ Նահանգները շատ շուտով կանցկացնի միջուկային փորձարկումներ։ Երբ նրան հարցրել են, թե փորձարկումների ժամանակ արդյոք միջուկային մարտագլխի կպայթեցվի, նա պատասխանել է. «Ես չեմ ուզում դա ձեզ ասել, բայց մենք միջուկային փորձարկումներ կանցկացնենք, ինչպես անում են մյուս երկրները»։ Չինական ընկերությունը ռոբոտների բանակ է ստեղծել։ Walker S2 արդյունաբերական մարդակերպ ռոբոտները կաշխատեն ավտոգործարաններում։ Լեհաստանում կարծես գտել են երրորդ ռեյխի ոսկե գնացքը։ Մասնավորապես նացիստների լեգենդար ոսկե գնացքի որոնումներով զբաղվող Լեհ հետազոտողների խումբը հայտարարել է, որ նոր տվյալներ է ստացել, որոնք կարող են հաստատել Երկրորդ համաշխարհային պատերազմի շրջանի գնացքի գոյությունը։ Ոսկե գնացքը զենք, սարքավորումներ եւ արժեքավոր իրեր տեղափոխող գնացքի պայմանական անվանումն է, որը ենթադրաբար գերմանացիները թաքցրել են Լեհաստանի տարածքում։ Մուրմանսկում ձնաբքի պատճառով 16 չվերթ է հետաձգվել, փակվել է նաև դաշնային նշանակության մի քանի մայրուղի։ Մոսկվայում էլ տեղացել է առաջին ձյունը։ Նախօրեին էլ Մոսկվայի բնակիչներն ականատես են եղել գեղեցիկ տեսարանի։ Վարդագույն լուսաբաց հյուսիսափայլից հետո։ Զարա Սարգսյան, Նոնա Գևորգյան, ABC Media։